Սոցիալական երեսպաշտության ամենավառ օրինակներից մեկը այն է, որ դու աղքատին տալիս ես քո մաշած հագուստը կամ քո սնունդի թերմացքը, որ էլ չեք ուտելու թափելու եք կանչում ես մեկին որ տաս, հիմա նա եդի խեսանում, տալիս ես հագուստդ մաշված կամ էլ տունը մնացած չկերած մնացորդային սնունդդ, իսկ հարուստների տուն որ գնում ես, թանկարժեք նվերներ ես տանում, թեկուզ նրանք քո բերած նվերի կարիք հսկի չունեն էլ։ Մենք սա անվանում ենք առատաձեռնություն, մենք առատաձեռն։ Բայց սա առատաձեռնություն չէ, աղքատին տալիս ես այն, ինչը քեզ պետք չէ, հարուստներին տալիս ես այն, ինչը ինքդ քեզ թույլ չես տալիս, վախենում ես քեզ թույլ տաս առնել, հարուստներին տալուց դու ստանում ես նրանց ուշադրությունը, իսկ նա քո լավագույնը, ինչը որ դու ունեիր։ Մենք դա չենք նկատում, կամ էլ ձևացնում ենք, թե մենք չենք նկատում, որ տենց ենք հատուկ վարվում։ Հարուստներին տված նվերների ետևում ակնկալիք ունենք, եւ այդ ակնկալիքը հետեւյալն է. արժանանանք նրանց ուշադրությանը, հետագայում օգտվենք նրանց կապերից։ Մենք դա չենք նկատում, բայց դա այդպես անում ենք։ Հարուստներին տալու, օրհնություններ տալու, նվերներ տալու ետևում կա թաքնված լուրջ հաշվարկ մեր կողմից։ Ասացի օգտվել նրա կապերից, ինչ որ մի բան ստանալու հույս ունենալ։ Իսկ աղքատին տված հին բաճկոնի ետևում նույնպես մի բան կա թաքնված։ Լավ մարդ զգալու ցանկությունը։ Սա օգնություն չէ։ Սա մաքուր խիղճ գնել է էժան գնով։ Սա օգնություն չէ, սա մաքուր խիղճ գնել է ցածր էժան գնով։ Իսկական առատաձեռնությունը այն է, երբ դուք ավելի լավ բան եք տալիս այն մեկին, ով ոչինչ չի կարող ձեզ հետ վերադարձնել, կամ էլ ընդհանրապես արժանի էլ չի դրան, միթե Հովսեփը այդպես չվարվեց։ Ոչ շտապիր աղքատին տաս, որ խիղճ առնես էժան գնով, ոչ էլ շտապիր հարուստին տաս, որ արժանանաս նրա ուշադրությանը, այլ տուր այն մեկին ու տուր այն լավագույնը, ումից է գալիս քո կյանքը, քո ֆինանսները, քո օգնությունը, քո ամեն բանը։ Ամեն։